առաջինի եթերը շարունակվում է տեսակապով, Մեծ Բրիտանիայից միացել ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, խոսելու ենք հերթական անգամ ՀԱՊԿ-ից, ցավոք ՀԱՊԿ-ը անընդհատ մեզ ինչ-որ նոր առիթներ է տալիս հիշատակել, հիշել իր գոյության մասին։ 2 օր առաջ ՀԱՊԿ-ը տրամադրեց ՌԲԿ-ին մի տեքստ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որը ճանաչում է Ադրբեջանը։ Մեծ հաշվով, այդ մասին էր գրված։ Արդյոք սա նշանակում է, որ մենք պետք է վերջնականապես խաչ քաշենք ՀԱՊԿ-ի վրա։ Ինձ թվում է այստեղ նորություն էլ տենց ինչ-որ մեծ չկար, ՀԱՊԿ-ը մինչև էդ էլ ասում էր, որ մինչև դելիմիտացիա ու դեմարկացիա սահմանը արած չի, մենք չգիտենք որտեղ է սկսում ՀԱՊԿ-ի, ասենք, ծառայությունները պետք է Ես ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, ուղղակի Նիկոլ Փաշինյանն էր ասել, վարչապետն էր ասել, որ մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի արձագանքը, եւ այս արձագանքը եղավ, դրա համար եմ ես այդ մասին խոսում։ Դե ինձ թվում է այդ արձագանքն էլ արդեն մի քանի անգամ այդ նույն բանը իրանք ասել են ու ոչ մի բան չի փոխվելու հաստատ։ Ես չեմ կարծում, որ մենք ռեալ ակնկալիք պետք է ունենանք կամ հիմա պետք է ունենանք, որ այդ կարծիքը փոխվելու է, պարզապես ոչ ՀԱՊԿ-ը, ոչ Ռուսաստանը չի ուզում Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ մտնել, ինձ թվում է դա ակնհայտ է արդեն սեպտեմբերից 2022 թվականի ամենաուշը, իսկ եթե ճիշտ ասենք, մայիսից 2021 թվականի արդեն դա ակնհայտ էր։ Այս ամենի ֆոնին Հայաստանում շատ դեպքերում էմոցիոնալ ֆոնի վրա հնչում են պահանջներ անհապաղ ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Դուք կիսում եք այս տեսակետը, որ Հայաստանը պետք է անհապաղ ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Հայաստանը այդ դրա մասին պետքա լուրջ արդեն մտածել սկսի, ինչքանով դա պետքա հենց վաղը արվի կամ ինչ-որ նախապատրաստական փուլից հետո դա ավելի խորը քննարկման հարց է, բայց այսօր ինձ չի թվում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը շատ բարձր ռիսկ էր Հայաստանի համար պարունակումը, որտեղ ասենք մենք տեսանք, որ սառեցումը ոչ մի տենց բացի ռետորաբանությունից ուրիշ ոչ մի ռեակցիա Մոսկվայի կողմից չբերեց, դրա համար ինձ թվում է, որ դուրս գալն էլ տենց ինչ-որ ծանր հետևանքներ չի ունենա, իսկ հետևանքները կլինեն նա, որ նոր պարտներների հետ գրեթե ավելի մոտ հարաբերություններ կարելի է ստեղծել, քան հիմա։ Որքանով ես հասկանում եմ, նոր պարտներների հետ հարաբերությունները հենց խնդիր չէ եւ ՀԱՊԿ-ը չէ, որ խնդիրներ է հարուցում այդ ճանապարհի վրա, որովհետեւ տեսեք, այդ նույն IPF-ից մենք պետք է արդեն ստանանք ռազմական աջակցություն եւ Հայաստանը միակ երկիրն է, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ եւ ստանալու է այդ օգնությունը, այսինքն մենք նույնիսկ այստեղ խնդիր չունենք արդեն։ Ինչով է մեզ ՀԱՊԿ-ը խանգարվում։ Հայաստանը արդեն այդքան էլ ՀԱՊԿ-ի անդամ չի, որտեղ ինքը օֆիցիալ ասել է, որ սառեցել է։ Սառեցած վիճակում, այո, սառեցված վիճակում։ Բայց պետք է հասկանալ, որ մենք խոսում ենք օրինակի համար այդ նույն Եվրոպական միությունից ոչ լետալ օգնության մասին, ու կան մի շարք երկրներ, որ մեկը մինչև վերջ հենց ռազմական տեխնոլոգիաների հետ համագործակցությունը չեն ընդլայնում Հայաստանի հետ, օրինակ ԱՄՆ-ն, որոշ եվրոպական երկրները, պարզապես ստեղ բացի ՀԱՊԿ-ից ավելի բարդ խնդիր կա, որ 100-րդ բազան է, որ մեկը մնալու է որպես տենց ինչ-որ բլոկ անող ինչ-որ գործոն, բայց համաձայն եմ, այսօր Հայաստանի նկատմամբ բավականին մեծ տենց ինչ-որ քայլեր էր անում Ֆրանսիան հատկապես, բայց դե ինձ թվում է, որ այդ ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ բավականին ուժեղ տենց սիգնալ կլինի, որ ավելի շատ կարելի է համագործակցություն անել, այդ նույն օրինակի համար Ֆրանսիա, Հունաստան, Հայաստան ձևաչափի մեջ։ Երեք իմիջիայլոց Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ
102-րդ ռազմական բազան Հայաստանի ինքնիշխանության, պահպանման եւ ապահովման գրավականն է, բայց չի նշում ինչպես։ Ըստ ձեզ այդ ինչ գործիքակազմ ունի այդ 102-րդ բազան, որը թույլ է տալիս պահել եւ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը։ Միակ գործիքակազմը, որ մինչև 2020 թիվ կար, այդ վախն էր Ռուսաստանից, երկրորդ բանակը աշխարհում, դրոշ ոնց որ իրանք այդ անգլիական տերմին կա, դրոշ ցույց տալով էին զբաղվում, որտեղ հենց բուն ռազմական, եթե մենք վերցնենք, այդ բազան այդքան էլ մեծ չի ու պարզապես Թուրքիայի հետ պատերազմել ինքը չի էլ կարող, ես ավելին կասեմ Ադրբեջանի հետ պատերազմել ինքը չի կարող։ Այտենց առանց օրինակ Հայաստանի բանակի պատկերացնել, որ բազան կարա դիմադրի ադրբեջանական զորքերի, դա անհնարին է։ Դրա համար այդ գործոնն էլ ինքը շատ ջախջախվել է 2020 թվից հետո 2022 թվի ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս 2-3 դեպքերից հետո, երբ որ Հայաստանի տարածքներն են օկուպացվում ու որևէ արձագանք չկա, այստեղ այսօր կա իրավիճակ, որտեղ բոլորը հասկանում են, որ այդ բազան ոչ մեկ չի օգտագործելու ու ոչ մի ոնց որ ռազմական քայլերի Ռուսաստանը չի դիմելու, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, բացի դրանից համ այդտեղ Եթե մենք մոռանանք քաղաքական գործոնը, թե իրանք ուզում են, չեն ուզում դա, իրանք չեն էլ կարող այսօր Թուրքիայի հետ պատերազմել։ Ռուսական բանակը Ուկրաինայում է ու պարզապես գործոն չի կարա լինի Հայաստանում։ Սահման էլ ցամաքային չկա։ Արդյոք այս համատեքստում հարց չի առաջանում, թե ընդհանրապես 102-րդ բազան Հայաստանի տարածքում ում է պետք։ Ինչի համար է նա։ Ում է ծառայում, ինչի համար։ Դե ցավոք սրտի այս հարաբերությունների մեջ եթե առաջ հələ կարելի էր խոսալ որ էլեմենտներ կային մինչև 20 թիվ, մինչև 18-ից ինչ որ պոզիտիվ աջենդայի, հիմա արդեն մնացել է մենակ նեգատիվը, հիմա ստացվում է որ այդ բազան գտնվում է Հայաստանում նրա պատճառով որ հայկական կողմը կարող է ունենալ ծանր օրինակ տնտեսական կորուստներ, եթե այտենց լրիվ մի օրվա մեջ ամեն ինչ կտրի, ինչը որ կապում է Մոսկվայի հետ։ Դա մնացել ինձ թվում է մեծ մասամբ։ Ինչպես եւ որոշակի առումով հապկի հարցում։ Հապկի հարցը ոնց ես նշեցի, ինձ թվում է ավելի քիչ քրիտիկական է, որտեվ ռեալ կյանքում ռուս-հայկական պայմանագրերը շատ ավելի կարևոր են Մոսկվայի համար ու հենց այդ ռազմաբազայի պայմանագիրը իրանք շատ ավելի լուրջ փաստաթղթեր են, քան հենց հապկը, որը բավականին ֆորմալ կազմակերպություն էր միշտ էլ ու միակ sense ասած Հայաստանը ինչ էր ընդերից պոզիտիվ ստանում, դա էր որ մի ժամանակ կարում էր էժան գներով զենք ձեռք բերել, այդ գործոնն էլ հիմա էլ չկա Դրա համար այդ կազմակերպությունը ոչ մի ինչ-որ տենց լուրջ կառույց չի ու եթե մենք խոսում ենք այդ բոլոր ստրուկտուրաների մասին, ասենք այդ հոպի սիստեմը համատեղ օրինակի համար իրանք թղթի վրա կան, բայց ռեալ կյանքում միշտ շատ քիչ են գործել։ Այդ դեպքում այս Հայաստանից հնչող հռետորաբանությունը առաջին դեմքի մակարդակով, որ մեր սպասելիքները դեռ հապկից կան, ինչ նպատակներ է հետապնդում, ինչի ենք անընդհատ հապկից խոսում, եթե այսպիսի իրավիճակ է, երբ որ հապկը գոյություն ունի իրականում միայն եւ միայն թղթի վրա, ինչում ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ։ Այստեղ տարբեր երևի մոտեցումներ կարան լինեն, մեկը որ ինքը սկզբից ուզում է ցույց տա, որ դա իսկականից գործող կազմակերպություն չի, որ չլինեն հասարակության կողմից հարցեր, թե ինչի մենք լքեցինք հապկը։ Երկրորդը փորձում է երևի ավելի դանդաղ այդ process-ը անել, որ օրինակի համար եթե հապկից 2 տարի առաջ այտենց մի օրվա մեջ դուրս եկած լինենք, այդ ծանր օրինակ հետևանքները կարող է լինեին։ Իսկ sense ոնց որ ավելի դանդաղ ինչ-որ ձևով ավելի քիչ արձագանք Ռուսաստանից ստացվում։ Ոնց որ
սենց ասած overtone-ի լուսամուտ են քիչ-քիչ բացում ամեն ինչի մասին, բայց այդ ես երրորդն էլ որ վախ կա հենց դուրս գալուց։ Ինձ թվում է այդ 3 օպցիան է այստեղ։ Դուք չեք կարծում, որ իրականում մենք ավելի մեծ վնասներ ենք կրում, եթե մենք փորձենք մի փոքր խորանալ այս հարցի մեջ, ԵԱՏՄ-ում անդամակցությունից, քան հապկից, քանի որ հապկում մեր անդամակցությունը այսօր մերյալ անդամակցություն է, ոչ մի ռեալ բան չկա։ ԵԱՏՄ-ն դժվար հարց է, ԵԱՏՄ-ն հա ինչն է տարբերությունը հապկից, որ ինքը ռեալ կազմակերպություն է։ Ես հենց դա եմ ասում։ Որոշ պետք է ասել, որ Հայաստանն էլ ինչ որ որոշ դիվիդենդներ Իրանից ստանում էր մի ժամանակ, հիմա էլ ինչ որ իմաստով բայց վնասներ էլ է կրում բավականին զգալի։ Հա, համաձայն եմ, ես ասում եմ, որ այստեղ ավելի լուրջ դիսկուսիայի հարց է, որտեղ տարբեր կային համ պլյուսներ, համ մինուսներ, հիմա եթե Հայաստանը պարզապես ուզում է շարժվի դեպի ԵՄ, այստեղ ծանր հարց է այդ դուրս գալը ոնց անել, որտեղ ինչ որ օր կգա, որ պետք կլինի ԵԱՏՄ-ից դուրս գալ, եթե ԵՄ-ի վեկտորն է Հայաստանը վերցնելու, այդտեղ իսկականից լուրջ, ասենք, տնտեսական կապեր կան, որոնք պետք է ինչ-որ բանով կարողանալ արագ փոխել նոր կապերի, ալտերնատիվ կապերի, որը երևի օրինակի համար վաղը կարող է քննարկվի այդ հանդիպմանը Ամերիկայի ու ԵՄ-ի հետ։ Տեսեք, պարոն Ներսիսյան, հապկը փաստացի գոյություն չունի։ Հայ-ռուսական ռազմավարական անվտանգային հարաբերությունները փաստացի գոյություն չունեն։ Մեր տարածաշրջանում ինչպես կբնութագրեք այս ամենի համատեքստում եւ ֆոնին անվտանգային ճարտարապետությունը։ Ինչ ճարտարապետ, մենք ընդհանրապես կա ճարտարապետություն, որի մաս է այսօր Հայաստանը։ Այսօր կա հին այդ ճարտարապետությունը, որ ինքը էլ չի գործում ու կան ոնց որ նոր ինչ որ փորձեր նոր բան կառուցելու, որոնք հələ դեռ չի կարելի ասել, որ գործում են արդեն այտենց լրիվ ինչ որ ծավալով, բայց մենք տեսնում ենք երկու process, մեկը Հնդկաստանի հետ մոտեցումը հարաբերությունների, մեկը Պարսկաստանի հետ ինչ որ բալանսավորված հարաբերություններ փորձել պահպանելը, որտեղ Պարսկաստանը պարզապես իր շահերը ունի Հայաստանի հետ կապված, բայց այն հարցում, որ ինքը չի ուզում, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այստեղ մեր շահերը համընկնում են, եւ երրորդը այդ արևմտյան վեկտորն է, որտեղ մենք ոնց որ այդպես առաջի որպես խաղացողներ տեսնում ենք Ֆրանսիային, եւ հիմա տեսնում ենք Եմեն եւ ԱՄՆ-ն որպես ավելի ինձ թվում է տնտեսական գործընկերներ, ԱՄՆ-ի հետ որոշ ռազմական էլ համագործակցություն շատացել է, բայց դեռ ոնց որ Ֆրանսիան է այդտեղ առաջի դերը խաղում։ Կձևավորվի այտենց ստաբիլ ինչ որ համակարգ, որը կաշխատի թե ոչ, պարզավոր ժամանակը մենակ կարող է ցույց տալ, բայց ինձ չի թվում, որ շատ ալտերնատիվներ կան դրան Հայաստանի համար հիմա։ Եվ Բրյուսելից եւ Վաշինգտոնից արդեն հնչեցին տեսակետներ, ըստ որի Բրյուսելում կայանալիք նախատեսվող ապրիլի 5-ի հանդիպումը ֆոն դեր Լայեն, Փաշինյան, Բլինքեն իր մեջ անվտանգային բաղադրիչներ չի պարունակելու եւ քննարկվելու են հիմնականում տնտեսական հարցեր։ Ըստ ձեզ դա այդպես է։ Ինձ թվում է, որ տնտեսականը այսօր Հայաստանի համար ավելի քիչ կարևոր չի, ոնց ես նշեցի, տնտեսականում կապերը, ռեալ կապերը շատ ավելի մեծ են, եթե մենք խոսում ենք ռազմականից, Հայաստանը կարելի է ասել 1.5-2 տարվա մեջ լրիվ դիվերսիֆիկացրեց իր օրինակ նույն ռազմական գնումները ու այսօր որևէ կրիզիս դրա հետ կապված մենք չենք տեսնում, Հնդկաստան, Ֆրանսիա այդ երկու երկիրը լրիվ բավական են այդ հին արխիտեկտուրան փոխելու համար ու քանի որ հապկը նույն ոնց մենք նշեցինք տենց բավականին fake կառույցներ ուներ, մենք ինչ որ դրա հետ էլ հարցեր չունենք, քանի որ ընդհանրապես թուղթ է ստացվում, որ այդ ամեն ինչը
Եթե մենք խոսում ենք տնտեսականի մասին, եթե մեր տնտեսությունը օրինակի համար ծանր վիճակի մեջ ընկնի, մենք անվտանգության հետ էլ կապված խնդիրներ պարզապես կունենանք, որտեղ նույն բանակը մեծ գումարներ է պետք բանակը զարգացնել համար, որոնք հիմա Հայաստանը ունի, բայց եթե տնտեսական ինչ-որ ճգնաժամ լինի, կարող է էլ չունենա։ Դրա համար այդ վաղվա հանդիպումը, եթե մենակ տնտեսության մասին էլ լինի, դա ինձ թվում է շատ կարևոր է։ Մի փոքր փոխենք մեր զրույցի թեման, պարոն Ներսիսյան, մենք տեսանք, որ արդեն ուկրաինական դրոնները հասնում են Թաթարստան, այն էլ բավականին լուրջ հիմնարկությունների, ռազմավարական նշանակության հիմնարկություններն են թիրախ դառնում։ Ըստ ձեզ ընդհանուր առմամբ դա հնարավոր է, որպեսզի որքանով գիտեմ 1000 կիլոմետր Ուկրաինայից Թաթարստան, որպեսզի այդ անօդաչու թռչող սարքերը այդպիսի տարածք կտրեն եւ հասնեն Թաթարստան։ Դե 1200 կիլոմետր եթե ճշտենք, ավելի շատ քան 1000, համարյա արդեն մինչև Եկատերինբուրգ կարան հասնեն, եթե քարտեզին գծեք սահմանից 1200 կիլոմետր, պետք է ասել, որ նորություն դրա մեջ չկա, որտեղ նույն պարսկական շախեդներն էլ են բավականին հեռու թռնում, էլի տենց։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, ինչի չեն խոցվում, ասենք, դա ինչ վիճակ է Ռուսաստանում, որ նրանք այդպես գալիս են եւ հասնում են Թաթարստան։ Ռուսաստանը շատ մեծ երկիր է, ու Ռուսաստանը գրվից առաջ էլ չուներ հոբ, որը ծածկում է ամեն տարածք ռուսական, դրա համար եթե դուք լավ հետախուզություն ունեք, դուք միշտ կարաք կառուցեք նենց մարշրուտներ, որ ճանապարհին լուրջ հոպի համակարգներ չլինեն, համ էլ հիմա ինչն է այստեղ կարևոր, որ կոնցենտրացիան հոպի համակարգների բացի դրանից հենց ուկրաինական սահմանին է մոտ, իսկ երկրի ներս, որ արդեն ներխուժում են թիրախները, այնտեղ ավելի ազատ օդային տարածքը, համ էլ պետք է հասկանալ, որ քանակով են այդ ամեն ինչը օգտագործում, շատ հաճախ, ասենք 10 թիրախից կարող է 8-ը խոցեն, 2-ը չէ, տենց էլ է աշխատում այդ ամեն ինչը, նույն ձևի իմիջիայլոց աշխատում է, որ ռուսները շախեդները Ուկրաինայի դեմ են օգտագործում, եղել է, որ մինչև 90%-ը խոցվել են այդ թիրախների, բայց այնքան էժան են իրանք, որ այդ 10%-ն էլ որ տեղը հասնում, մեկը ձեռնտու է։ Համացանցում նոր նկարներ եմ ես տեսնում, համենայնդեպս կարող է նոր չի, հայկական արտադրության բեսպիլոտնիկներ, եթե չեմ սխալվում, Արալեզ է կոչվում, ըստ ձեզ սա ինչ հնարավորություններ է տալիս մեզ, մենք արդյոք կարող ենք պնդել, որ տեղում հավաքվող, մեր տեղի արտադրանքը ստեղծում է, այսպես ասեմ, այլընտրանք ադրբեջանական հնարավորություններին։ Ցավոք սրտի ստեղ մենք տենց մի քիչ գաղտնի մտնում ենք դաշտ, որտեղ գաղտնիություն կա, բայց ես կարամ կարճ պատասխանեմ այդ հարցին, Հայաստանում կան մի քանի ֆիրմա, որոնք արտադրում են լավ որակի դրոններ ու արտադրում են դա ու կարող են արտադրել։ Դրանից ավել ինձ թվում է չարժի խորանալ, եթե կոնկրետ Ալարեզի մասին եք ասում, այս վերջերս նկար էր ինչ-որ մեկը Facebook-ում դրել, այդ Arm High-Tech վերջի ցուցահանդեսից էր այդ նկարը, այդ պահին այնտեղ մակետ էին դեռ ցույց տալիս ու ինքը պատրաստի դրոն չէր դեր, եթե մենք հենց կոնկրետ այդ մոդելի մասին ենք խոսում, բայց կան շատ ուրիշ մոդելներ, որոնք համ ցուցադրվել են, մի մասը չեն ցուցադրվել, դրա համար եկեք չխորանանք դրա մեջ այդ կա։ Եկեք չխորանանք, միանշանակ կիսում եմ ձեր կարծիքը, պարոն Ներսիսյան։ Շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն, շնորհակալություն։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքից, ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Իսկ մենք կվերադառնանք եթեր կարճ դադարից հետո։